Հովանես Սերգեյի, Բարսելյան Նորայր Վարուժանի, Բելգրադյան Վլադ Արշավիրի, Սարգսյան Սոս Արտաշեսի, Գաբրելյան Արմեն Վարդանի, Նավցյան Լևս Ռուբենի, Եղիազարյան Հարություն Արտավազդի, Ուրել ընկնես, մտնում ես այդ տնորենի մոտ, ասում ես, որ ես Զավենի քրոջ տղեն եմ։ Այդքանիկ ինչ տնորեն, հրամանատար։ Ես տենց բաներից չեմ հասկանում, մի խոսքով այդ գլխավոր էլ ամենագլխավորը, ուրեմն ինչ պրոբլեմ կունենաս, ինչ խնդիր կունենաս, կասես, որ ես Զավենի քրոջ տղեն եմ։ Չերուկ սաղն էլ դի։ Հավա, դու, մի, ես Արաջան, Արգոպյան Սահակ Շայենի, Միրզոյան Բագրատ Ռուբենի, Ավակյան Լևոս Հակյուկի, Առաքելյան Տիգրան Ալբերտի, Առաքելյան Տիգրան, Պավլենկո Անդրեյ Քեղամի, Սպանոսյան Վազգեն Հայկազի, Բալայան Դավիթ Շնչում ես, 5 վարկյան պահում ես, տողում ես։ Այդ տղա իջացրու։ Ասիլ որ դրացիս։ Մարտունեցի։ Տղա ջան դու իջացրու։ Իջացրու։ Լավ չեմ տեսնում։ Մազել որ գտնեն լավ կտեսնես։ Հաջորդը։ 75 Բայց ձեր գժարդը ոնց որ սխալ է։ Երեք գժարդացի 74-ը։ Աջանը սոխանում չի, որ քաշի մեջ խապրում։ Մյուս է։ Տղա ջան իջացրու։ Ես Զավենի քրոջ տղեն եմ։ Նիկոլյան Սասուն Արտաշի, Հանոսյան Վազգեն Հայկազի, Դու մեծ ես։ Բալայան Դավիթ Գարեգինի, Ինչքան։ 20։ Ռոյան Էրիկ Արմենի, Ինստիտուտի սա թողեցի։ Ղազարյան Նվեր Վարդանի, Ավորգանս շարունակես։ Առաքելյան Տիգրան Ալբերտի, Արգոպյան Սահակ Շահենի, Աջերեցի։ Տիկո, Միրզոյան ես կարվա Հարաբաղի ավտոբուսն է։ Ուզում ալնի, լավ մնա։ Ավակյան Լևոն Խաչիկի, Որ սաղ կան, էլ մի սկսի, ամենջ աստու ձերքին աշտ։ Հոպաջան լսեք բաժակները մեր հոպարը խոսք ունի ասել, հոպաջան լսում եք ծավըտ տանեմ։ Տիկո ջան, Տիկո արի տես հոպար ինչ ասում, բալիս արի ցավդ տանեմ, արի։ Տիգրան ջան, այսօր ինչքան էլ խմենք, քո մասին ենք խմում, քո համար ենք խմում բալես։ Անփորձանք գնաս, անփորձանք գաս։ Ալբերտը վկա է, այն ժամանակ որ խոսք գնաս քո ծառայելու մասին, երկու ոտդ մցրեցիր մի կոշիկը, թե կծառայեմ հետո կգամ։ Լավ, տենց ես որոշել քո ցավն էլ տանեմ, բայց մի անգամ էլ եմ քեզ ասում, լավ հիշի, այս քո մնալու տեղը չի։ Գնաս, կծառայես, կգաս իմ մոտ։ Ուսումդ կշարունակես, քո մասնագիտությամբ ցավդ տանեմ։ $10,000 minimum գրբանը տա, կանադական դոլար։ Դե զաթո ապագատել ընդեղ քեզ ասպասում, հա։ Կարող է մեր տղան այդ աղջկան չի ուզում, ինչ ես նման բաներ ասում, հա տիկ։ Դա ոնց չի ուզում է ամբողջ օրը ինտերնետով իրար հետ են խոսում։ Բարով գնա, բարով արի, մնացածը ողջ ելնես ծառայանը։ Ողջ ելնենք։ Տիկ, մի հատ կգաս։ Ինչ ա եղել։ Զանգել էր։ Ասա ես հեսա կզանգեր։ Խոսակյանք։ Ինչ խոսեմ։ Դա ինչ ա կողքդ։
ես։ Սարչուկա։ Իմ արջուկն է։ Գիտես չէ ծոցս է քնում։ Եկա տեղ կգրակ եմ դրա։ Դեք, կարոտելու ես ինձ։ Հա, բա ինչ եմ անելու։ Լսի, ձեր կուրսի աղջիկներն էլ են եկել։ Տունը լիքը մարդ կա, արի բան անենք, ծրվեն, ես գամ զանգեմ, հա։ Գնա մենակ ասա, որ ինձ սիրում ես։ Կյանքս։ Տիկե թողալալ տես պապակիշ կիրացու սարյանը։ Գիտես չէ, որ դու դուրս եկար։ Նենց սրտիս վկայում էր, որ հեսա ինձ էլ էին կանչելու։ Մի հատ հորքուրի տղա ունեմ, տոշտի ինքնես։ Մի բանկից որ այդ կմրսես։ Չէ, լավ է։ Այդ ծխի հոտ եմ առնում է։ Հոպար հիմա չես ասում ուր ենք էդ։ Չասեցինք Բաթումի։ Ձեններ էդ։ Պլավկի չվերցրի։ Որ հասնենք թե, պլավկի է կստանաս, հակագազ է կստանաս, ու մի հատ հայավարի թաթանով կստանաս։ Մի որ գնում պարկով կող եմ։ Ապեր մի արա, հիմիկվանից աչքի մա։ Հա, շատ եմ պատմել, պարզա որ բանակը իրա պրոբլեմներն ունի, իրա պահերն ունի, բայց դե ինձ ինչ։ Գիտես, ես հենց մտա չաս, ասում եմ, որ Զավենի քրոջ տղեն եմ։ Ջոգի։ Իրա խասկսանք թող մի երկու վարկյան աշտապում։ Տղեկ ով կա տես սոված, եկեք հաց ուտենք։ Սոված, չես տիքել է թանք։ Գնա ապեր, գնա գնա։ Իմ մոտ հավ ապեր։ Իմն էլ ահավ։ Խաշացավ։ Իմ մոտ էլ է խաշացավ։ Տղեկ իմ մոտ միրք ասոb, դու պարզա խաշացավ։ Արի, եկեք, լավ, հերիքը, հերիք։ Հիշում ենք ամենակարևորը։ Այդ երեխեքը գալիս են ես տներից ու բանակի մասին պատկերացում կազմելու են հենց առաջին վայրկյաններից։ Ինչա դա նշանակում։ Վաշտերի հրամանատարներ, ուշադիր են լինում գիշերը զորքը չակտիվանա։ Հակերտ ապա։ Ես եմ։ Հայենք, գիտենք։ Խմած ընկերներ, սրտացավ քավոր սանիկներ, 20 մետր շառավղով ԿՊՊ-ի տարածքում Չերևան։ Պարոն մայոր, իմ ուղեկցության ժամանակ ոչ մի պատահար տեղի չի ունեցել։ Անձնակազմը անվնաս հասել է զորամաս, թվով 14 հոգի։ Ուղեկցող Ենթասպա Գալոյան։ Բարև ձեզ, պարոն մայոր։ Քնացել Ղազար։ Հա, պարոն մայոր, դրա համար էլ 8 տարի Ենթասպայից առաջ չեմ գնում։ Նորագոչիկների ցուցակն ուր է։ Լսում եմ, հենց հիմա կբերեմ։ Խաշացավերն եկան։ Ուրա։ Հայրա։ Բարի երեկո։ Ոնց եք։ Ոնց եք ակտորիկ ջան։ Լավ էր, բայց շատ երկար եկանք։ Ոչինչ, այդ գնալուց կաշ կթվա։ Ներկայանամ Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Մայոր Արսենյան։ Տղեկ ջան, բանակի մասին շատ բան եք լսել, բայց ասեմ ձեզ, որ հիմնականում դրանք լինում են սխալ ու չափազանցված։
Շատ կարճ ժամանակում ինքներդ էլ կհասկանաք, որ իրոք ծառայությունը տղամարդու համար է ու ստեղից քաղաց օգուտը ամբողջ կյանքում ձեզ պետք կգա։ Բոլորն էլ ձեր նման մարդիկ են, սովորական, բոբոներ չկան։ Ու ամենակարևոր խորհուրդը ձեզ այսօրվանից հիշեք։ Սպայական անձնակազմին վերաբերվեք որպես ավակ ընկերներ։ Պարոն սերժանտ, կարող եք նորակոչիկներին ուղեկցել։ Ազատյան, ժամը անց 15 է։ Դա կարեք հետևիցս։ Անց կես շարժ չլինի։ Երկու կայնը կարեք։ Եղվարդի կա մեջն է։ Չկա եղվարդի տակ։ Եղվարդի ապը չկա մեջն է։ Եղվարդի մարդ կա ապը։ Եղվարդի կա։ Զավենիքը տղեն է։ Ես տեմ քնում։ Տեք, վերևները գնաց։ Ես ու գնեմ քնելու։ Ես տեղ եմ քնում։ Յակարստում է։ Տեք, չեմ կամա, ճուխուրը շատ է, տղեկ։ Ապեր կլնի է շոյով քնեմ։ Ինչու՞ է։ Ես իմ դե կարող գիշերը երազից տուն գնամ։ Ա փանվեք հանգիստ պարգեք։ Ուզում ես կոշիկներդ էլ մի խան, կարողա ծեր կողմերն անձրև ա գալիս։ Բարագոն Ռոմչան։ Ինչ ասավ Արսենյանը։ Ես սովորական, ոչինս տղեկին խոսած, սա որ անցկես էլ մարդ չանի ոտի վրա։ Բասախի չի պարկում։ Հադե մի պարգել է ախպեր։ Քիչ ես տին գտալի ընկեր։ Սպասում եմ կպարկեմ։ Ինչին ես սպասում։ Որ սաղ տեղավորվեն, ես էլ պարկեմ։ Բա դու սաղի մեջ չես մտնում։ Ես դες բանասի։ Անունդ ինչ է։ Տիկո։ Թել ախպեր։ Մի րոպե։ Որտեղից ես Տիկո։ Երևանից։ Դե պարկի Տիգրան։ Թել ախպեր։ Քետ պարգի, ֆերեկս հոսայություն չգա։ Թել ախպեր, զայստաս տեղավորվի։ Ծով, արի ասեմ։ Այս Երևանցի ջահելին մի երկու բան հուշեք, գլուխը խառնա։ Բա ինչ կանեք։ Չէ։ Սրանք շեփորի ձենից ու զարթնողը չեն։ Պաջոմ ավանդական, գնացինք տղեկ պաջոմա։ Շուտ, 2 րոպեից շարված լինեք միջանցքում, շուտ ապեր։ Գնացինք, շուտ արա ապեր, իչար, ով ասեք գնացինք ապեր, շուտ միջանց գնացինք, ապեր, գնացինք, շուտ միջանցքում շարվեցինք, արագ, մարդ չմնա ներսը, արագացինք։ Եկեք, ով ամենաս է։ Շարվելու տղեկ, արագ։ Արձարապարակ, ամեն առավոտ պաջոմի կոտոս է կողքում, ապնում։ Որս մենք անեշն է։ 3 տարի բաղվան, բարակ։ Դիք։ Խնդում ես արամ, մարսում եք։ Ինձ էլ եք քաչալացնելու։ Հա։ Ոնց։ Այտենց։ Սենց։ Մերսի, համը քերին քաչալ ավելի շուտ կճանաչեն։ 44 ունեք։ 44 ունենք, այս 46 կտա։ Բացին գետել ամեց, հա։ Հա, մի քիչ մեծ է բացին քեզ։ Գնա փոքրը վեկան, այս մեծի մեջ ոտը խաղալու է մազոլ անում։ Թե չէ, ինչ պետք է լինի։
Բայց նորը չիմացար ինչ եղավ։ Ինչ ա եղել։ Այն Հոսեփ Պապին գիտես։ Ոչ չգիտեմ 4 տարի թե վերապոստ եմ բայ։ Քշերը սրա տան մոտ մի հատ կելերի չէ։ Ես մարդու դուսա գալիս ու կարանքենա կելը վրա տալ։ Պոստում կանգնած մի լավ ճարպիկ զինվոր ունեմ, էլի շարքում աստե։ Զինվորը ձեները լսում, մի ոչենա պոստը բրախի կյա։ Ոչենա բրախի ոչ, դա ինձ իմաստվեց։ Շանը վեկալով փոխվեցի։ Տարիքը տարել ես, հել գնա էլի տեղից, ինչ ես մնացել։ Չէ, ցավոք տանեմ, նա չի իջնի տեղից, բացառում։ Աթեան բա, այն երկու ոտանի շակալներից ինչ կա։ Չպետք է ախպեր։ Մի լակում են սալյուտ մալյուտ են անում, բայց դա հիմնականում լալկված են տեղներն էլի։ Չպետք է։ Եկամ էլի կրկեն։ Կարգի բերել։ Կոնտ! Հասար! Զգաս! Հավասարությունը դեպի ձախ! Պարոն գնդապետ, գունդը նոր համալրման կապակցությամբ շարված է։ Գնդիր համանատարի տեղակալ մայոր Արսենյան։ Ողջույն ձեզ։ Ողջույն, պարոն գնդապետ։ Շնորհավորում եմ նոր համալրման կապակցությամբ։ Ուրա, ուրա, ուրա։ Այսօրվանից ժամանակավորապես մոռանում եք քաղաքացիական կյանքը եւ մտնում եք նոր կյանք։ Ես ձեզ հեշտ ծառայություն չեմ խոստանում։ Հեշտ ծառայություն կլինի միայն այն դեպքում, եթե դուք լինեք կարգապահ, զգոն եւ բանիմաց զինվորներ։ Դուք հպարտ եք, որ ծառայում եք հաղթած երկրի հաղթանակած բանակում։ 20 օր հետո ձեր ծնողների առաջ դուք հայրենիքին երդում կտաք։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ եւ մաղթում արժանապատիվ ծառայություն։ Այդ դարձ հրամանի դեպքում նորից հենվում ենք ձախ կրունկին, աջ ոտնաթաթին, երկու հաշվով աջը միացնում ենք ձախին։ Ետ։ Դարձ։ Թողնել։ Ինչ են անում։ Մեր զորամասի ավանդույթն է։ Միջայլոց մենակ մեր զորամասում կա այդ ավանդույթը։ Զորացրվողի մոտ ընկերները աշկերը կապում են, պտտում են։ Պտտելից հետո անվնաս սկսում են հարվածել, ու զորացրվողը ում բռնեց ընկերներից, պետքա հեծնի ու խրխնջալով իրան տանել են մինչև կապեպե։ Մենք էլ ենք սենց անելու։ Առանց Գուգոյի ու Ազատի տխուր ալելու էլի։ Լուրջ եմ ասում, այդ խելառն ու գորգորոցին էլ եմ կարոտելու ես։ 6 ամսից է ես կեշտա, 6 ամսից вообще մենակ եմ մնաս։ 6 ամիս ոչ է, 5 ամիս 9 օր։ Ձախ, աջ, ձախ, ձախ։ Ադե ինչ կա, մալադուների մեջ է տեղեքի ամն էլի։ Ով, այն Երևանցին վերվերա թրջում։ Չէ հատես։ Տենց վերվեր թրջիլն էլ գիտեմ։ Մետրու կեսից ավել կարում չեն թրջին։ Ծունկը չենք ծալում, ձախ, 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 աջ, ձախ, 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 աջ, ձախ։ Տեղում, կանք, առ, 1, 2։ Ինչ ես անում ապեր։ Ձախ եմ անում։ Վերջում չէր ասում ձախ արա, ձեռ ես առնում։ Արի մոտիկ լը։ Մոտիկ արի։ Թույլ կտակ պարոն գնդապետ։ Նորակոչիկներից մեկը անձնական հարցով ուզում է դիմել ձեզ։ Ներս կանչի։ Լսում եմ։ Պարոն գնդապետ, փորձնական գումարտակի դասակի առաջին վաշտի երկրորդ դասակի Քանի օրվա ծառայում ես։ 3 եմ բերել։ Ասա տղա։ Պարոն գնդապետ, ես Զավենի քրոջ տղեն եմ։ Ինչ Զավեն։ Են 0 տլը 991 սև պաջռը է քշում։ Նիկելևի սպոյլերներով կհիշեք իրան։
Ես որտեղից պետք է հիշեմ Զավենին։ Կռվի տարիներից։ Որտեղ է կռվել։ Դե այն կռվի տարիներից զավոդի սալարկա էր տանում, բերում ձեր վրա թանկով ծախում էր։ Այդ Զավենի, հա։ Հա, այդ Զավենը։ Ասա, Զավենի քրոջ տղա։ Պարոն գնդապետ, ուզում եմ դասակս փոխեմ ավելի հանգիստ տեղ ծառայեմ։ Հանգիստ ասելով ինչ ես հասկանում այդ տղա։ Դե որ քիչ տանջվեմ, քիչ չլվեմ։ Ու զվոդը ո՞նց է։ Լավ է։ Ինչ գործիք կարաս նվագես։ Ոչ մի։ Ոչ, ընթացքում կսովորես։ Ճաշից հետո քեզ կտեղափոխեն։ Հիմա ասատես։ Լսում եմ։ Հաց ուտելու չուխուր չանեք, թողեք նորմալ հաց ուտենք։ Խորչացնեք նստարանները դրեք տեղերը։ Եղավ։ Չճոգ ես ինչ ասաց։ Թողեք նորմալ հաց ուտենք։ Հա, դու ամենակարևորը չասիր։ Ամաննին էլ վակումա նա, որ նստած է այդ ուգլումը։ Լեյկում եք, լեյկում եք։ Տեղափոխտամ ուզվոտ։ Աշկդ լույս։ Քոննել։ Մարիա Խորժաշ։ Նստել։ Ցիկելի որ գալ չտեք նախորդ կասեիք։ Նա սոկ նստել։ Ես սոկ ճաշը։ Շոկում կապրասը։ Եջայնին դեգրամ պետերոք է։ Մինչև մի րոպե, իդեալական լրություն չլինի, ոչ ոք չի լսում։ Մայստրո, ասա ինչ ես ուզում, մեզանից գնամ ուզվոդովդ սպաղվի ալի։ Նստել։ Այդ ինչ է այդ չայնիկի մեջ։ Եվրոպա։ Լցրու մի քիչ խմեմ։ Չինական յուպի է, չինացի գերևի պատվալում են խփում։ Փորձի։ Ամառային բուրմուկ պատրաստված մոնղոլների արդար քրտինքով։ Մի բան որ խոսում ես, արա գլխիլելով ես խոսում եք։ Անգստացի լարա, ես ինչ տևես կես պահում։ Շատ բան կա ասելու, բայց մի վաղթը չի ետնակ ասեմ։ 2 տարի ստեն, միտքդ պայի չմոռանաս։ Տիգրան Ալբերտի Արաքելյանս ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երդվում է։ Կրակոց է կոչվում գնդակի արձակումը զենքի փողանցքից։ Կապ չունի ռոմանտաս, դու քոնը անում ես ու մնացած այդ գործ չես։ Տիգոնա որոշում ինչը ոնց դելի։ Գնացեք 15 րոպեից ես գամ իմ ասածը վլի ամեն ինչ։ Ռազ հաշվին, սկսիր, ռազ։ И 2 И 3 И 4 И турамбару перейду.
Շատ ապը։ Գլխավոր դերը ժողովուրդների պատմության մեջ խաղում են ոչ արտաքին պայմանները, ոչ քաղաքական օրիենտացիան, ոչ էլ դիպվածները, այլ իրենց հոգեբանական նկարագիրը։ Վաղ հաղթելու է նա, ով մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը։ Տղերք, պետք է մեր սահմանները պինդ պահենք, տարբերակ չունենք, այսօր մեզանից այդ Անպայման աղբայր։ Ազատ։ Պարոն կապիտան Կազմել ես ցուցակը Սուքիասյան։ Ճիշտ այդպես։ Բուշկետի ենթականեր կան։ Ոչ մի կերպ։ Բուշկետի ենթականեր կան։ Ոչ մի կերպ։ Մթությունից, շանից, կելից, թշնամուց, վախեցող, քաքլաններ կան։ Ոչ մի կերպ։ Սուքիասյան, իր այդ պրոբլեմ ունեցող զինվոր։ Ոչ մի կերպ։ Հմի, Սուքիասյանը ում անուն ազգանում ու կարդում է։ Եկուց ռավետը, մտնում են պահեստանոց, ստանում են ուսապարկ, ստանում են զենք զինամթերք ու շարում են գումարտակի առաջ։ Պարզա։ Ճիշտ այդպես։ Կարդա։ Կարապետյան Մովսես։ Ես եմ։ Մարտիրոսյան Հրաչյա։ Ես եմ։ Գրիգորյան Սերոբ։ Ես եմ։ Մինասյան Արտակ։ Ես եմ։ Երանյան Գևորգ։ Ես եմ։ Ես վերացրու։ Լսում եմ։ Անտոնյան Մարատ։ Ես եմ։ Մինել Արաքելյան Տիգրան։ Ես եմ։ Նստեք։ Շարվեք։ Երեք շարացին շարվեք։ Աշի ծախից մեկական, շուտ։ Շուտ արա։ Արակ։ Շուտ։ Սակո։ Շուտ արա։ Հլնայի բանակի պարտիանա, Ղուկասյանից թակում ոնց է պիսոկն ավելացնում է մեջը։ Հասմի, այդ պիսոկը որ շատ լսնում եք, ինչ գիտես, որ Ռոմանի տա հասնելու է ցիրոպը։ Ինչ տարբերություն Թամար ջան։ Իմ Ռոմանին չի հասնի, քո Ռոմանին կհասնի, մի ուրիշ Ռոմանի կհասնի։
What? Հասմիկ։ Հա, էլի բռնեց։ Ատե օպերացիաը թոպրսնել է այ Հասմիկ ջան։ Օպերացիա։ Հա, բա ինչ։ Ռոմանը զգա մի բան կանենք։ Բարև Հաշակ ջան։ Էս ինչի ուշացաք։ Թազեկն է։ Հա։ Խամ են դանդաղ են քայլում, էլի։ Լավն ես։ Լավն է, լավն է։ Ռոման, ջուր կա, տղեկը ծարավ կլնեն, գնա ջուրը բեր թող խմեն, հա։ Ուզում էի հավերին կուտ տամ, հետո կտամ, լավ։ Նստեք։ Էպա։ Այս տարի նուրդ լավ ճաքելա։ Ճաքելա, որովհետև հասելա ոչինչ, քաղող չկա։ Արխային կաց, գավակ է, տես ինչ տղեկ են։ Են օրվա քամին ու անձրևը հուշատ վնաս չեն տվել։ Դե ոնց չէ, լույսս գնաց։ Բայց հետո շատ շուտ վերականգնվեց, չհասկացա այդ ինչ բաներ է, տով արեց։ Ինքն իրան վերականգնված կլի։ Չէ, ծեր արած բաներն է։ Մերոնք են։ Մերոնք են, Երեք պետըտ բերին։ Բերին, բայց թացա։ Արխային, եկուց կասեմ չորը կբերը։ Հա, շնորհակալ։ Անունդ ինչ է։ Գևորգ։ Քանի տարեկան ես։ 19։ Այդ կրակիչը ծանր չի քեզ համար։ Հենակ տենաս ոնց է կրակում։ Հա, լավ ճուտոյա։ Տղեկը հենց ճուտոյել ասում են։ Կասեն, հա, լավ։ Քո անունն ինչ է տղա ջան։ Տիգրան։ Նման էլ է։ Հա։ Նման։ Տիգրան։ Դե Հոսեփ պապ, մենք կամաց շարժվենք, ընգեք առաջ։ Դե ոչ աղկաց, Հոսեփ պապին։ Լավ եղեք։ Գնացեք։ Լավ կաց։ Եթե ինչ որ հարց մարց, ընդի է։ Բարին ձեզ հետ։ Եղավ։ Հայոց բանակ, հայոց սիմվոլ, հայոց զենք, Տիկ, 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 Են մեծը կրվից ետը կենաց սոչի։ Են երկուսն էլ իրար հետևից հերթով կենացին կողքը։ Վետերոք ունեն, լավ են շխատում, մին էլ պապին փող են ղրգեմ, բայց պապին հետ փողը պետք չի, նրանց ներկայությունն է պետքը, պապին պետք է, որ իրա կողքին մարդը լի, ես տանն ու տրանը տիրություն անող լի։ Ամենաշատը փոքրի հետ էր կապված, քանի հետ հեռախոսովը զանգել ասել, Տիգրան ջան, այ բալա ջան, էլ կարım չեմ, վեր կաց արի ես տների տիրություն արա։
Սուրո ջան։ Մենք մեր կյանքում 14 օրը մին ենք հանդիպում են էլ 15 րոպեով։ Խոշոր, Արման, եկեք իմ հետ, տղայք եկել բլինդաժումը տեղավորվեցեք։ Քանում ջուր կա։ Մի 200 լիտր կա։ Նորվա քամին ու վնաս չէր տվել։ Հա, կտրել էր։ Պապի լուսնել էր կտրել։ Հա, իմացա։ Ասես տղեկ սարքել են։ Սուրոն դե նորմալ է։ Հա, չէ, արխային եղի, նորմալ է։ Ուղղակի աչքը այդ կողմերի վրա պահի։ Մեկ էլ մարդ նշանակելուց այդ կողմը լուրջերը խադրի։ Ահա։ Երդավ ախպեր ջան։ Շարժվանք։ Սուքյասյան։ 15 րոպեից որ քշարի։ Լսում եմ։ Թյուր կարծիք է, որ նվագախումբը բանակում պակաս կարևոր է, քան մնացած բոլոր ստորաբաժանումները։ Եվ եթե որևիցե մեկին թվում է, երաշտական գործիքը դա զենք չէ, և դրանով չի կարելի կռվել, չարաչար սխալվում է։ Մեր հարևանները դարերի ընթացքում մեզնից գողացել են, տարել են մերը, սարքելով իրենց ազգայինը։ Կան կանոններ, որոնք պետքա պահպանել հատկապես դիրքերում։ Կանոն համար առաջին, հակառակորդին երբեք չվստահել, դիտարկումների ժամանակ կրակակետերում մնալ 3 վայրկյանից ոչ ավել, խրամատներում բոլոր շարժերը կատարել զրահաբաճկոնով և սաղավարտներով քողարկված ու հանդերձավորված, հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում գործել ըստ մարտական հաշվարկի։ Եվ ամենակարևորը, հակառակորդի բացահայտ հարձակման դեպքում կրակ վարել ինքնուրույն, իսկ մնացած դեպքերում միայն իմ հրամանով։ Հարցեր կան։ Ոչ մի կերպ։ Ազատեք։ Արևիկ ջան։ Հա, պապ ջան։ Յուրս բերիր։ Հա։ Ապրես։ Արդեն տվել եմ հեռախոսագիրը։ Ճիշտ այդպես։ Ճիշտ այդպես, պարոն գնդապետ։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Եղավ։ Պարոն կապիտան, ձեր հրամանը կատարված է։ Եմ ինչով ես զբաղված։ Ազատ հերթափոխ եմ։ Դե ուրեմն շուտ այդ փետը տարտու Հոսեփ պապին ու արի, որ հանգստանաս ու պատրաստվես հերթափոխի։ Լսում եմ։ Ազատ ես, գնա։ Հաց կերել եք ջուր։ Հա։ Նարեկին կասես մի բան էլ ինձ սարքի։ Հա։ Առաքումն անվճար ա տիկ։ Հեսա հետ կգամ կասեմ։ Վճարով է թե անվճարով։ Փոխվեցեք։
Շուտ, ես ինչ երկար շապատորիա կարիր դու։ Պապին ստեղ չի։ Ներսում եմ։ Էտավա։ Տիկոնա պապի։ Երեկվա տղեն։ Էս ծախ ես բերե։ Հա, պապի։ Կեցե։ Չոր, հա։ Հա, նայել եմ, ջոկել եմ։ Ուրեմն դու են տղեն ես, որ Հացը չորից ջոկում ես, հա։ Արի։ Հա, Սեպա։ Են թուզը բանը բեր։ Լստի։ Տիգրան, լավ անունը։ Ես էլ իմ փոճորի անունն եմ Տիգրան դրել։ Հա։ Որտեղացի ես։ Երևանից եմ, ով Սեպապ։ Պապերդ որտեղացի։ Նախիջևանից։ Նախիջևան, ափսոս եղավ, էլի։ Կեր, իմ ծառիցն է, մեղեր ուղակի։ Չէ։ Համովա։ Դուք եք քաղել։ Տղա ջան, մենք թուզը չենք քաղում։ Այս ամանը դնում ենք տակը, ինքը կլեպ ընկնում է մեջ։ Դպրոցից ես եկել։ Չէ, պապ, ինստիտուտը կիսատ թողեցի, բանակից հետո գնալու եմ շարունակեմ։ Ինչ մասնագիտություն է։ Ճանապարհաշինարար եմ։ Գիտես ինչ, ես Երևան տանող ճանապարհը սխալ են սարքել։ Ասա ինչն է սխալ։ Ինչն է։ Միակողմանի է։ Չէ, մի քիչ նեղ է ճանապարհը, բայց գնում գալիս եմ, պապի։ Չէ։ Գնացող կա, եկող չկա։ Ես ինչ, որդի, ինձ համար մի ճամփա սարքի։ Իմ տան ճամփի մնաց սահմանի ընկրանը։ Իմ հերթափոխի ժամն է, պապի։ Ես գնամ։ Գնա։ Լավ մնա։ Շանտա։ Մտքերդ ինչ է։ Էդ ինչ ես անում։ Մի արա։ Չեմ կրակում։ Գիտեմ, մի արա։ Նայում եմ։ Ինչին ես նայում։ Բան եմ նայում։ Արևիկին։ Պետք մի նայի։ Մի արա։ Բայց Ռոմանին հալալ է, գիտես։ Ամեն տղա տենց բան չեր անի։ Հաստատ։ Ճիշտ վախտինակ է հասել է տղեն։ Խոսացին իրար հետ։ Խոսալով հելան վերև։ Արա էսի աշկիս ֆիթիլիցա։ Շուշեն ուրա։ Հերիք չինքը քու գնդի։
հրամանատարի միակ աղջիկն է։ Ես ինչքան վաղտա նրան սիրահարված Աթայանն է, այդ սաղս էլ գիտենք։ Մի բան էլ։ Եթե ես մեր շփման ընթացքում քիչ կոպիտ եմ ելել, հավատա այդ սրտից բան չելել, այ երեկվա դեպքը վառօրինակ։ Պետք է չէր որ Աթայանը տնա, թե դու ոնց ես մտիկ անում Արևիկին։ Ամեն ինչ արել եմ քեզ սխալ քայլից ետ բահելու համար։ Ռոմյանս մի տարին քիչ ժամանակ չէր շատ բան հասկանալու համար։ Ու մարդուն ճանաչելու համար պետք է իրան ներսից ավելի խորքից ճանաչես։ Մեկ-մեկ էլ առաջին տպավորությունը խաբուսի կրում։ Աթայանը մի հատ դուզ ասած խոսք ունի, լսած կլես։ Թշնամացած պոշտ չեն բրծրանում իրար հետ։ Այդ կարևոր բան էլ եմ հասկացել, ու էլի բանակում։ Սահմանից այս կողմ ես թշնամի չունեմ։ Լավ բան ես զգացել։ Ռոմ, այն մի տարի առաջ ճաշարանի դեպքն էլ անկապ, անտեղի հումոր։ Գիտեմ, որ դուք մտածված տենց բան չէիք ասի։ Ստեղից արդեն դու դառնում ես դիտորդ։ Խոսալ չի կարելի։ Երկու ժամ հետո կգանք կշարունակենք։ Ինձ թվում է շարունակելու բանը չկա։ Պարոն գեներալ-մայոր, 10 օր հետո մեր գնդի հրաձգարանում պատրաստում ենք ուսումնավարժություն։ Թեման գունդը պաշտպանությունում։ Այո, դիպուկահարների համալրման ծրագրով քննությունները նույն օրը նույն տեղում։ Ռոմ, հիմա ոնց ես կարծում Աթայանը ջոգել է։ Հա, ես թե հենց եմ մտածում։ Շատ վատ է ուրեմն։ Սուքասյան։ Ով կավիրևը։ Մարտունն ու հոգոն։ Հոսեփ պապին փետի տարվի։ Տեսով ազատ թող կետան։ Ասմով է ազատ պապի հիմար փետ տանի։ Ռոմ ասա Առաքելյանը կտանի։ Հա, որ։ Արա հա տենց է պետք գնա։ Առաքելյան Տիգրանն է ազատ, ինքը կարա տանի։ Yeah. Ալարի։ Պարոն կրտսեր սերժանտ, Առաքելյանը չի կարա, պետք է դիտարկում կատարի։ Պարզա Առաքելյան։ Ճիշտ այդպես։ Ինչ ես անում ստի։ Ճաշարան։ Լսում եմ։ Պարզեր Սուքասյան։ Ճիշտ այդպես։ Սուքասյան, ու շատ իրեղի 5 րոպեից գալիս է։ Կապ չունի որ շորտ անգամ ես մտցանում։ Գիշեր որ ամեն հերթ տեղը փոխում ես զգուշ կլես։ Մի հատ հարմար տեղ եմ տեսել։ Դա վերում։
Ինչ տեսար։ Այդ բարձունքից ռելիեֆը լրիվ փոխվում է։ Մեռյալ գոտի չենք ունենում։ Հակառակորդի թիկունքային ապահովումը դիտարկվում է։ Քո կարծիքով այդ տեղան քաղաքանապատված է թե չէ։ Կարծում եմ չէ, բայց սակրավորների աշխատանքների կարիքը կա։ Պարոն կապիտան, գիշերը 3-ի կողմերը դիրքերից մոտ 100-150 մետր հեռավորության վրա մարդատար մեքենա մոտեցավ։ Միջից 3 հոգի իջան։ Հետո։ Հետո շարժվեցին դեպի կողմնորոշիչ համար 3։ Շարժը դադարեց, կատարյալ լռություն էր։ Փաստորեն դրանց ուշադրությունը մեր նպատակադրված բարձունքն է։ Մի քիչ էլ դիրքավորում նուշացրինք, փաստի առաջ են կաղնում։ Չէ, չենք ուշացնի։ Թույլ կտակ գնալ։ Դու մինչև 4-ը հանգստացի։ Ատիգո, վտանգավոր խաղ ես խաղանում։ Քեզ պետք չի, բրախ արա, չէ ասում եմ։ Ռոմ ասում եմ ամեն ինչ շատ լուրջ է։ Ինչ չի հետաքրքրում։ Դե ես ասեմ դու ասա։ Բայց լսրա դեմքին է Ռոման, էսի լուրջ սիրահարված է։ Ջուտ։ Էս ինչ է։ Լուրջ չէի պատկերացնում։ Իջիմ կոնտ, լավ լողանամ, մի դեկոր քնի։ Որը ժամս մոռացավ ելել։ Երքել անջտված, որտես է։ Տիկո, գալը իրար հետ մտնենք զամպալետի մոտ տուվալեն իստանանք, թե առանցին։ Տիկ։ Աթայան, ես եմ։ Հիմա թող մենակ դիպուկահարներդ կրակեն։ Լսում եմ։ Դադարեցնել վարժությունը։ Լիցքաթափեք զենքերը կանգնեք շար։ Դիպուկահարներ։ Դեպի նշանակված դիրքերը, առաջ։ Մարտի։ Շարքային Առաքելյանը պատրաստ է մարտի։ Կրակ։ Առաջին կրակային դիրքում զինվորովա։ Շարքային Առաքելյանա, պարոն գնդապետ։ Առաքելյան։ Ես եմ։ Հիմա կրակում ես բոլոր թիրախների վրա։ Հերթով։ Լսում եմ։ Հիմա շարժվող թիրախները։ Պարոն կապիտան Շարքային Առաքելյանը ավարտեց մարտը, խոցելով բոլոր թիրախները։ Զինվորին 7 օր արձակուրդ։ Լսում եմ։ Տիկ, բայց լավ էլ կպսեր իր էլի։ Այդպես օտպուսկ։ Հիմա այդ ոնց է, կորպուսից մարդ կար դրա համար տվեց։ Չգիտեմ ջուտ, ասում են ինքը որ միշտ գալիս է կրակայիններին, նայում է լավ կրակողներին, օտպուսկ է տալի իմ բախտն էլ բերեց։ Տիկ, ձերոն գիտեմ որ այդ հմես։ Չէ, ուզում եմ անակնկալ մտնեմ տուն։ Հենց հասնես Երևան, մի հատ համար կա, տամ հորքուրից տղեն է էլի, մի հատ պզդիկ տոբրա գա, տա խեդետ բեր, լավ։ Չեմ կարա մարդու։ Փրփուր ախպեր, ինչ կա չկանալու, դու որ դեղիս ինքը կբերա այդ փրփուրուն գիդա քեզի։ Մարդուն ժամանակս կարողա չէ Երիկի զուտ դրա համար։ Ախպեր ժամանակն ինչ կապ ունի։ Դու որ դեղիս ինքը մաշնով կբերա գիդա քեզի։ Չեմ խոստանում։
Մի խոստացի ապեր։ Ուղղակի այդ փրփուրը բեր։ Ջուդ, մերոնցից որ զանգ լինի, կասես գնացել եմ 7 օրով զորավարժության։ Կգա կզանգի, կասես ամեն ինչ նորմալ է եղավ։ Հա, կասեմ, բայց դից գուշը մեզ։ Գիտես չէ որ բռնվես ինչ կարա լինի։ Ջուդ, սրա մասին գիտենք մենակ ես, դու, Սերոփը, Ռոմանը։ Ոնց պետք է բռնվեմ։ Չես կարաս, ես կարող բռնվում ես։ Մեկ էլ այս փրփուրը կտաս մարդունուն, եղավ։ Լավ։ Ջուդ, լավ մարդունուն կասես ինչ էր, թող գիտե չկա, եղավ։ Գնացի։ Լավ։ Գնացի։ Լավ մնա։ Զգուշ կլնես։ Վայ քուտունը շինվի։ Ճմփոնացեմ կենամ տնամ ֆորմայա։ Ինձ թվաց ռոմանտիկ զինվորա Սամավոլկա եկելա դարտը ջրին պատվի։ Նստի այաթայա, նստի։ Էս ինչ ես ան읍ստի։ Դա ինչ պյան է։ Ագին ժամանակ ունեի։ Ասի իշնեմ մի հատ բնության գրկում նստեմ, մի հալալ մաքուրոց չնչեմ։ Ստի։ Այնջա բատ տեղա։ Այ մայստրո ջան, իրև լավ տեղ են, խաչի կողքին, քելանք նստենք ընդ։ Դու լսի, նստի ստեղ մի 2 րոպե, ու կհասկանաս, որ սրա նման տեղ աշխարհում չկա։ Լսի։ Ինչ է։ Դու լսի։ Այս լրության ձենը բնության մեջ ոչ մի բանի չեն փոխի։ Այ մայստրո, ես ինչ մարդ է։ Շուտվանից ես ստի։ Հա, ագին վաղ կլնի։ Դու կարամ քեզ կոնկրետ ասեմ ինչքան։ Այ, հեսա մի քանի վայրկյանից կլնի 20 րոպե։ Արա! Դες ով ասես դուս գաք։ Հա? Սուզ եկել է։ Սուզ իջուրը։ Արասրանք շատ հետաքրքիր է, մարդ չի կարա հենց ընես պրոստը ժամին նայի։ Մեմենը չի լսում, գլխին տալիս եմ։ Ոչա։ Բարև սեպա։ Ոյ, Տիգրան ջան։ Էս բադու 2 օր առաջ չեղար հերթափող։ Հա։ Բա ինչու՞մ նա բալը։ Գրակայինից 5 եմ ստացել։ Գնդապետի 7 օր օդպուսկ տվեց։ Ասեցի մինչև գնամ Երևան հետ գամ անիմաստ կլինի։ Համ էլ քեզ կօգնեմ, ցախը կջարդեմ։ Հեյկա կոմոդ, կարամ մնամ, պապ։ Ցախը կջարդես։ Դու Տիգրանն ես, ես տանը միշտ տեղ ես ունեցել, իհարկե կարող ես մնալ։ Թուս կուտես։ Հա։ Չկա։ Բայց չտխրես։ Ոնց երելի 2 օր հետո կլին։ Ուրեմն երազանց ես կրել։ Հա, մենակ ինձ արձակող տվեց։ Անվերև կրակող։ Անվերև կրակող Տիգրան ջան։ Տիգրան ջան։ Չազմաչաստրի։ Հա, բա ինչ, նայ, ինստիտուտը ավարտեցի, մագիստրատուրան ավարտեցի, ասպերանտուրան պրծա, բռնեցին բերեցին։ Դու հենա լավ այլի։ Ինչն է լավ։ Լավն են արա, որ առաջ տարան։ Դե չմուշև 70 տարեկան սվորել տեիր։ Երկու տարի մի քիչ կհանգստանա ուղղակի։ Ձեզ, դու քանի տարեկան ես։ Մի ամսից 26։ Դու վրեխայել ունես, չէ՞։ Հա, անիս, 5 տարեկան դարա։ Հեսա ցույց տամ։
Հեռախոսում ես, ապա կարանք մի հատ զանգենք։ Չէ, ապեր, զանգում եմ, հետ են զանգում։ Ես։ Հա, Ռոման ջան։ Սիգարետ տա մի հատ ծխես։ Լավ, ապեր ունի։ Դուր երեխի նկարել ա տենամ։ Զգուշ, հեռախոսը չտենամ վերց։ Արա արխային, արխային։ Լավ երեխա է։ Հա։ Երկրորդին ենք սպասում։ Էլի աղջիկը։ Հիմա որ ես մեկն էլ ծնվեց, երկու երեխով ազատվելու ես, չէ։ Հա, ճուտ ջան, դրան էլ սպասում եմ։ Ինչքան մնաց։ Շատ։ Ինչքան։ 2 ամիս։ Հենց ասել 2 ամիս, ես ասել 2 տարի դաստ։ Ասի քնած կլնես։ Չէ, հա, եկար, Արծրեն ջան։ Ինձ հետ նարդի եմ խաղում։ Նստի։ Նստի։ Ես գինին խմի։ Լավ գինի է։ Ումնա որ։ Են ձորատակի գյուղի ասատուրին գիտես, դրա այգուցա։ Դրանից դու չես խմել, շատ լավն է։ Հատը չի։ Առնեմ նորից սկսենք։ Ոնց որ կա այդպես շարունակենք, տեսնենք ինչ դուրս կգա այս սրանից։ Էպա։ Ներախեն միրկը կաղում է։ Շա, ինչ ես խոսում, շատ լավ ռեխայա դառնում, գիտես ահագին էլ մեծացել է։ Ինչն է մեծացել, պապ, էլի նույն երեխեն էլի։ Այդ ռեխը ուսումը ինչ եղավ։ Մալերը բարձր էին, ընդունվեց, բայց թե ոնց թողնեին գնար։ Թողնել ես որն է, այ Արծրուն ջան։ Մի քանի տարի էլ թող մոր մոտ ապրեր էլի։ Արծրուն ջան, այս աշխարհքում բաներ կան, որ չարժի այդքան խիստ աչքով նայել, չարժի այդքան խիստ դատել։ Պապ, դե այս տարի չեղավ, եկող տարի կփորձի, ինչ է եղել։ Հետո մեկ էլ տեսար ինձ տեղափոխեցին, քաղաքին մոտ կլնեմ կսովորի։ Մեկ էլ տեսարը որն է, մեծ աղջիկը։ Էսա պսակելու ժամանակներ, երբ պտի սովորի։ Բարև պապի։ Օճարն ու հացնա։ Արավիկ, Հապա։ ներքևի դուրը բաց է, փակել ես։ Հա, փակել եմ։ Ոսկի մեջ եմ, եկել եմ ստեղ։ Ու՞։ Ստեղ, պապի մոտ։ Բա ինչ ես բախվել։ Անունս Տիգրան է։ Տեսա, բայց չունեն է։ Անունը չասացիր։ Չգիտես։ Գիտեմ։ Արևիկ։ Սիրուն անունը։ Հիշեցիր։ Չէ։ Ուզում էի դու ասեիր։ Ինձ։ Ինչ ասեմ քեզ։ Բարի ծառայություն։
Ես ինչեր ես արմեմ, տարար։ Իրկերս լավ էին հաղթեցի։ Ես կողմից ոնց որ խելացի ես խաղացել, պապ։ Դե ես կողմից առողջությունս լավ չի։ Լավ չեմ տեսնում ես աչքով։ 1000 անգամ քեզ ասեցի տանեմ բժշկի ակնոցի եղածն ինչա։ Էй, Արծրուն ջան, ինչ որ տեսնելու էր ես աշխարհքում, տեսա։ Արևիկ։ Ինչ ես անում ստեղ։ Զարթնեցի, տեսա արև չկա, եկա որ գտնեմ։ Արևիկ։ Երեկով հաց չդնես, տուն չեմ գալու։ Պապ, Հա, դե ես էլ գնամ անտառ մոշ բերեմ։ հենց իմ էլ գնա, մթով չմնաս։ Լավ։ Յուրա։ Շի։ Իմիջելես, որ մի անգամ փրկվեցիր, չէր նշանակում, որ պետք է գայր մեր այգի։ Չփրկեիր։ Շնորհակալություն։ Կներես, մյուս անգամ չի կգտնի։ Կարծում եմ քիչ առաջ նորից փրկեցիր։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Գիտեմ։ Ծանոթ ու ծեծված նախադասություններ ես ասելու, որոնք ես լսում եմ 16 տարեկանից ու հերթափող գնացող զինվորից։ Ուզում ես ասել քո համար միևնույնն է։ Չէ։ Դու տարբերվում ես մի քիչ։ Ինչով։ Գիտես, նրանք ովքեր եղել են, նրանց սեր խոստովանելու խիզախությունը վերջացել է ընդամենը նամակի կամ նվերի տեսքով։ Կամ էլ շշմած հայացքով մեր պատուհաններին նայելով։ Անկեղծ ասած դու առաջինն էիր, որ քիչ էր մնում այդ ամեն ինչ ինձ բանավոր ասեիր։ Ուրեմն ի տարբերություն նրանց ես քեզ այսքան եմ սիրում։ Որքան։ Այնքան որ նույնիսկ պատրաստ ես ասել, ընկերուհի չունեմ, չեմ էլ ունեցել, ես առաջինն եմ քո կյանքում։ Արևիկ, դու են միակ աղջիկն ես, ուզում եմ գրկեմ, նայեմ աչքերին ու ասեմ, որ սիրում եմ։ Արի տանեմ Երևան։ Չէ, քեզ քո բնությունից բաժանել պետք չի։
Իգրա, սիրունանում է։ Ախ, ես ինչո։ Խոսիրած բնությունն է։ Առաքել է։ Ես հանգստացար եք, հա։ Ճիշտ է այդպես, պարոն կապիտան։ Լավ ես հանգստացել։ Լավ, մերսի։ Տանը ոնց է, նորմալ է մենի։ Նորմալ է։ Երևան ոնց է, շոկ, հա։ Շոկ է։ Հա։ Դե լավ, անցի ծառայության։ Սպասի, հետ արի։ Հետ արի, շուտ արա։ Եթե ես ձեր։ Ես ինչ է։ Ես ալերգիա է։ Իմ մոտ քաղցրից է լինում։ Այս օրերին երևի շատ եմ շոկոլադ կերել, դրանից է։ Տար բուշկե տոմյատնա են էլի։ Չէ, նորմալ է, շուտ անցնում է։ Էլի թող շուտ անցնի, տար բուշկե տոմյատնա են։ Հա, բայց Հա, բայց չկա։ Վասկո բուշկե։ Ի։ Давай, уж тут. Չի օգնում եմ։ Երրորդնակալի ճուղ։ Աբրես։ Մի հատ է ճուտ։ Давай, չի։ Կարա հանգիստ հելնի ֆրֆռան։ Այ, բայց սազումը։ Հա, բա ինչ անում։ Ով կա սպաներից։ Գորովազգաստ։ Վազգաստ։ Ստանջե, խոշոր ստան։ Ազատ։ Ախեցար մարդ։ Հարաստես բաներ ամ։ Խոսացել ես հետ, Խոսա։ Չէ, հարմարվեց։ Արա լավ դե ասա, վայ ներվերը չունեմ իսկականից։ Նորմալ է։ Ինչն է նորմալ արա, բան ասա հասկանանք։ Հա ինչ։ Արա ես ինքն է կարե։ Արա հա էսի տղու կարա չէ։ Արա ես ինքն է կա։ Խոսացել ես հետ։ Այ հենց ստեղ պատրաստվում է համատարած բազմաշերտ կրակագոտի։ Ամբողջ տեղանքը արջևի եզրից սկսած մինչև 400 մետր շերտով առնվում է դասակի կենտրոնացված կրակի ազդեցության տակ։ Այստեղից էլ հնարավոր է շատ լավ ձախողել դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումը։ Մի խոսքով էլ սեր հնակետի ուրվագից։ Պարզաթան, բայց հեշ չի, այդ հնակետը մի քիչ հարավ տանել, այս բլրի վրա, նստի։ Իհարկե, պարոն գնդապետ, բայց հենակետերի միջնատարածք սահմանված է մինչև 300 մետր։ Իսկ մեր մոտից մինչև ձեր ասած տեղը 520 մետր է։ Ապրոսաթան, տեսնում ես ինստիտուտ ավարտել է ռազմական գործը, ուսումնասիրել ինչ բանը։ Կանոման տղերքը մեր բանակի շատ են պետք։ Ռազմական այբուբենը անգիր գիտեք։ Պարոն գնդապետ, ի տարբերություն մեզ դուք այդ այբուբենը սովորել եք ավելի դժվար պայմաններում, մարտի դաշտում։ Ու ես համոզված եմ, եթե վաղը մյուս օրը հանկարծ կարիքը լինի, Աստված ջանի աթեն։ մենք պատրաստ ենք։ Մենք էլ։ Մաշտիր իր հրամանատարներին ասա, հետո բերեք նայեմ, գնդից բացակայել են։ Եղավ, պարոն գնդապետ։ Հա, մի բան էլ, տեսով կա քաղաք գնացող, թող մտնեն դեղատուն, մի դեղ վերեն ալերգիայի համար, Արվիկի ջանը չուր դուս է տվել, ալերգիա է տվել, եղինջի դաղացի պես։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Անտանի
Թրջուն։ Քանի տարա։ 3։ Հա։ Վերջինը գե։ Սակ։ Սակ։ Վառնում է։ Եվ քաղաքային եւ բջջային։ Հեռախոս։ Բռնում է։ Թե քանի բռնում ես անգի։ Գերմանական ավտոմեքենա։ Մոսկվիչ։ Արա ինչ Մոսկվիչ, ասում եմ գերմանական ավտոմեքենա։ Կա Մոսկվիչ։ Բարեցես։ Բանակը այստեղ է, չէ՞։ Հա, բանակը, հա, ստեղ է։ Տիկոն այստեղ է ծառայում։ Ստեղ տիկոները շատ են, դուք որ տիկոյի հետ եք։ Առաքելյան Տիգրան։ Դուք տիկո։ Տիկո լուջում ասում Սյուզինա եկել։ Արջոտ գլուխդ կջարդեմ։ Արա ու որ չեմ անում տիկը Սյուզինա եկել, կապեպեմ խոշորի հետ սպասում եմ։ Սյուզենը։ Արի ուզում ես իրար հետ ներս մտնենք։ Չկերանք ձեր բանակը։ Չի կարելի, ուղղակի չի կարելի։ Կապեպե շտաբի դեմով չգաս, պատի հետևով արի։ Հասկանում ես, ուղղակի ուզում եմ ես սուրպրայզ անեի իրան, ես հարթնացնեի։ Կողմնակի մարդկանց մուտք զորամաս արգելվում է։ Արի շուտ սրենք վերցա, ստեղ չի կարելի, արի շուտ սուս։ Մայր ժավին իս չի կարելի ստեղ, որ բրնեն գետես ինչ կարմեն։ Լուրջ, թե կանց ես։ Լավ եմ, սուս չեմ։ Ես են հարցնով վերել եմ, որ կրակ ես սպանես։ Բա, ինչ ես եկել գոնե, մի հատ ասեիր։ Դիք ուզում է ասի, հետո մտածեցի սուրպրայզ անեմ քեզ։ Տիկոյի ինչն է։ Ընկերուհին է։ Բա որտեղ ես մնալու։ Որտեղ են մնում հատելու։ Տեղ հատել չկա։ Չէ։ Լավ մինայի սիրում չի։ Յա, սիրուն է։ Ինչ անենք։ Դիք չի մտածի կյանքում, որ մի օր սենց իսկական քեզ կվերգեմ։ Ռաթոյանը։ Պարոն կապիտան։ Ես ինչ ավիճակդ։ Երթապահես։ Ոչ մի կերպ։ Բա ինչ ես ստիանում։ Եկել է ինձ տեսնի։ Ով է քեզ թույլ տվել։ Քնից հետո լքես զորամասը։ Հա? Ով է երթապահը։ Հակի երթապահի օգնական Շարքային Երանյան։ Ինչ անում զինվորստի։ Եկելա որ Առաքելյան։ Առաջ ընկի։ Վասկով։ Դիք։ Ինքը ստեղից չի, կանադայից է եկե, ու առանց գուշացնելու եկել էր ինձ տեսներ։ Վաղը կճանապարհեմ, պարոն գնդապետ։ Տիգրան, մենք էլ ենք ջահել եղել։ Գիտենք, թե աղջիկ սիրելն ինչ բան է։ Սիրում ես։ Ոնց ասեմ, պարոն գնդապետ,
Սիրում էի։ Ես իրան չեմ տեսել։ Մենակ Skype-ով ենք խոսացել։ Այսօր այդ աղջիկ կմնա իմ տանը։ Ես իր տարիքին աղջիկ ունեմ։ Աթեն։ Ես եմ։ Վաղը 2 ժամով արձակում կտաս։ Լսում եմ։ Կտանես, կճանապարհես։ Ատիկո, դու մի տես խառնվել մի իրար։ Կարող ես թե թեմա էլ չի բացելում ու ընդհանրապես ոչ մի բան չի իմանում։ Չէ, Ռոմ, հաստատ կխոսանք։ Երկուսն է աղջիկ են։ Էնի կհարցնի ով ես, խի ես եկել, էն է պատասխանելու է։ Այս շորից ինչ անենք, որտեղ դնում։ Դուր կախեմ։ Ու ես թիթեռո։ Չէ, թիթեռ չի։ Ցեցա, Լուիսի վրա են գալիս, սա որ անջատել կթռնի։ Ճիշտ ասա։ Առաջ սիրել եմ, հիմա սիրում չեմ։ Ինչ կա դրա մեջ, ինքն ինձ բան չի ինում։ Արա գիտես վատը որն է, որ ինքը չի հավատալու, որ ես իրան ավելի շատ եմ տեսե կպե, քան Սյուզանին։ Դե այդքան ինտերնետով խոսալուց հետո ես իրան այսօր առաջի անգամ էի տենում։ Բա մամատ ինչի՞ չմնաց ձեր հետ։ Դե, կրվի ժամանակ էր։ Քերին եկավ ու տարավ։ Մի րոպե, դու մնացիր պապայիդ մոտ։ Չէ, մաման տարավ։ Բայց պապան կրվից հետո եկավ, ինձ վերցրեց ու հետ բերեց։ Լատես ոնց Աթայանի սրտովն է լավ է։ Եկուց ավելի շատ դյուր խանել, քան սիրա ծնունդին։ Դու չես վախում ես անտառից։ Վախում էի։ Բայց պապան գիշերը մի քանի անգամ ինձ տարավ անտառ։ Դրանից հետո էլ չեմ վախեցել։ 6 տարեկան է այդ ժամանակ։ Չէ։ Վաղը հաստատ համահելնելու։ Այդ տեղը, որ դուք ապրում եք, այդտեղ շատ շորի խանութներ կան։ Վայ, խալիքը։ Մեր փողոցը հենց հայտնի բուտիկների փողոց է։ Ու ես որ դուրս եմ, չէ, գալիս տնից 3-4 ժամ ինձ հետ բերել աննարին է։ Դուք որտեղ եք ստեղ շոփինգ անում։ Ինչ։ Որտեղ եք շոփինգ անում։ Տարբեր էլի։ Տարբեր ժամանակ։ Դու երևի շատ ես սիրում այդ տղին։ Դրա համար այսքան եկի հասել ես տեղ։ Վայ, հայ, քշվում եմ իր համար։ Ճիշտն ասած ես չէի ուզում, որ ինքը բանակում ծառայեր, բայց որ իրան տեսա, չէ, զինվորի շորերով, նենց մի տեսակ ինձ պաշտպանված զգացի։ Դա ոնց էր խոսում ստեղի օրենքներով, կրծեր սերժանտ, ճիշտ այդպես։ Արի հիմի, այս Նաստրադամոսությունը բրախ է։ Գնա Տինգտու մի քիչ տինջացի, եկուց խելքի կտանք մի բան կանանք։ Լսի, քո պապանա չէ ստեղի կապիտանը։ Գնդապետ։ Ահա, դե ես դրանք չգիտեմ։ Չենք կարա իրան խնդրենք, որ մի օր թողնի իրան գահետս Երևան ինձ ճամփու դնի։ Չգիտեմ։ Ոչ, թողնի։ Ինձ թվում է կթողնի, որովհետև իր սիրած զինվորներից է։ Որ դու իրան ասես Տիգրան Առաքելյան, ինքը կիմանա։ Գիտես չէ, որոշել ենք հարսանիքը մի հատ գժուտ կղզի կատեղ ենք անում։ Նույն տիկուն ասում է Երևանում էլ կանենք, ստեղ էլ կանենք, ստեղ էլ կանենք, էլի։ Այ, մի տարի մնաց, բան չի մնաց։ Գիտես չէ, շողես արդեն ընտրել եմ հարսի։ Հատուկ դու շեմ քիչ բաց եմ, որտեղ տիկոն դիմացած է։
Ինչի ես անդրամադիր տիկ, եթե պետքա կարա մի քանի օրեր մնամ, մենակ դեմքդ սենց չտեսնեմ։ Օպար ջան, մի հոգի մինչև ավտոկայան։ Մերսի։ Սիրում եմ քեզ տիկ, իսկ դու։ Լավ մնա։ Արա դու ախորպես հացուտելս կողարկը տանել էլի արա, ասի ինչ արա։ Եկը լալատեմ բացա, այս բաժակի վատ ավելորդ մանր կա։ Չոտ լա բաժակի լεξորա գործի տա ինչ ա լալաշա։ Տղեր, սերո պարտակ, այդ բրախեցեք եկեք մի բաժակ բան խմենք լա ընկեր։ Ընկերս էլ էսա կենացա ասում։ Ասեմ Ռոմ ջան։ Տղեկ, այն ինչ որ հիմա զգում ա ձյաձը, մենք չենք կարա պատկերացնենք։ Իրա կյանքի ամենաերջանիկ օրն է այսօր ու ինքը մեր հետ է։ Ու ծառայության մեջ։ Ձյաձ ջան, քեզ ու քո ընտանիքին առողջություն։ Ու միշտ հպարտանաս քո աղջիկներով ցավդ տանեմ։ Ձյաձ, լավ կենտրոնանում ես, տրամադրվում ես, որ երրորդը մի քոթոց տղա ալի ապեր։ Նա ինչ է տղա։ Գնամ ելել խմեմ կամ մի վա։ Գնա տողս տղան։ Մի հատ դուշ բայց թեթևի մեջ։ Ճորջ է։ Մոչկա ծակես նա։ Բայց օրենքով խորքուց է զանցնում է, չէ՞։ Սոկի բաժակը ինչ է պահեսա դեպ, չէ՞։ Այդ նորմալ է։ Ոտքի։ Պարոն մայոր, մեր ձյաձը երկրորդ երեխան է ունեցել, ասենք Վակվին կշնորհավորենք մի կտոր հաց ուտենք պրոստը։ Առաջինը պարոն մայորն է այդ լուրը ասելու շնորհավորել։ Հա։ Պարոն մայոր թույլ կտաք դիմել։ Ասա։ Վաղը մենք ես արձակուրդ կտան կգնաս տուն։ Օրենքով սահմանված կարգով նախարարի նամակ կգրես, հրամանդ կգա, կզորացրվես։ Արզա։ Մի անգամ եմ շնորհավորում 20 րոպեից բոլորը լինեն իրենց ստորաբաժանումներում։ Լսում։ Տիգրան։ Ես եմ։ Արի։ Տղերք վայ թե Արսենյանը ջոգեց, որ խմում ենք, եկեք թարգենք ամոթա։ Մինա ես 10 նորից ու վարնյատ եմ ունում, կգամ մի լավ քեֆ կանենք, դուք մտածելու տեղորիք և քեֆ եք անեն ապեր։ Արի, նորմալ է, արի։ Բայց տիկոին ուր տարավ։ Ռոցը չեպ է բան չմեր։ Նորմալ Արսենյանը։ Արի։ Դու իշ մարդ ես մարդու։ Լավ մարդ չեմ, ուրիշ մարդ ճար, Տիգրան, քիչ առաջ իմացանք, որ Ռոմանի մայրը մահացել է։ Սուքեսյան։ Այո։ Այդ մասին Արսենյանը պետք է հայտներ Ռոմանին։ Հիմա մտածում ենք, որ ավելի ճիշտ կնի դու հայտնես, որովհետև
ամենամոտ ընկերը դու ես։ Տիգրան, ինչ խորհուրդ կտաս։ Ես կասեմ, պարոն գնդապետ։ Եթե հրամայում եք։ Չեմ հրամայում։ Իսկ եթե զանգենք Սպասիր։ Այսպես կանենք, թող ոչ մեկը չհայտնի, կգնա տուն և տանը կիմանա։ Վաղ առավոտյան երկրորդ զավակ ունեցող զինվորի հետ թող զորացրվի։ Արսենյան, կուղեկցես մինչև տուն, դու ճանապարհին ինքդ գիտես։ Տիգրան։ Ես։ Այնպես արեք, որ ուրախ դուրս գա զորամասից։ Մարդ կյանքում մի անգամ է զորացրվում։ Հրամանը հնչեց, աչ, դարձ, մյուս ոտը գալի կպնում է։ Ինչ վերաբերում է երրորդ փուլին, այ վերջապես խելքներդ գլուխները մի քիչ արդեն ինչ-որ բանի նման էր։ Արդյունքը գունդստացավ գերազանց։ Մենք կարողացանք կազմակերպել հակառակորդի պայմանական առաջին դիրքի գրավումը։ Ապրեք։ Ընկակ լավ։ Բարի գիշեր։ Լույս բարի։ Այս տարի ես շոկն ես ինչ անել։ Այս տարի երևի ամենաշոկ տարին էր։ Հենա, քանի դաշտ արդեն վարվել է։ Գիտես չէ, շատ վաղ այդ հայվանները հատուկ են իրանց կողմից վառել։ Քեզ գրում եմ, որովհետև տեսնելու հույս այլևս չունեմ։ Չեմ ցանկանա քեզ կորցնել այնպես պատահական, ինչպես պատահական գտա։ Ոչ մի լուրջ պատճառ չկա մեր բաժանման համար։ Արևիկ, հավատա, արդարանալու համար չունեմ հնարավորություն։ Ինչ չես թողել ճանապարհ քեզ մոտենալու։ Արևիկ, ես քո պատճառով ջնջել մոռացել եմ անցյալս ու ստիպված եմ նորից սկսել ամեն ինչ։ Ու չեմ ափսոսում մի պարզ պատճառով։ Ես սիրում եմ քեզ։
Եթե անգամ այլևս չհանդիպենք կյանքում։ Դրանց դրանից հետո ոչ մի բան։ Չէ, բան չկա։ Զերո։ Ելնելու բան ելնում է Տիկ ջան։ Տիկ։ Անցանք է ապեր։ Լավ։ Ինչ կա շտաբում։ Մտնեմ Զամպացեխի մոտից վառելիքի դուրս տամ տենամ ինչ ասում։ Ես տենամ Արսենյանը ինչ կասի։ Արսենյանը ինչ պետք է ասի, պրոբլեմ չի լինի, ինձ թվում է։ Դե շուտ բրծնես, սպասի ներքևը, քիչնեմ իրար հետ կգնանք։ Թույլ կտա պարոն։ Պարոն, մենք շատ կարևոր հարցով եմ եկել։ Ինչ հարցով։ Երկու օրից զորացրվում եմ, ուզում եմ բարձրանամ դիրքեր, համ տղերքին հաջողանեմ, համ էլ պապին։ Քանիսին կլինեք զորամաս։ Դե հերթապա մեքենան երբ իջնի, իր հետ կիջնեմ, կեսօրից հետո։ Անմիջական հրամանատարի տես։ Ասա տեղյակ եմ։ Լսում եմ։ Ձեր թույլտվությամբ։ Տիգրան։ Վաղուց չեմ իսօր ես Երևան եմ գնալու նախարարությունից կանչել են։ Ստեղ չեմ լինելու։ Ապրես։ Լավ բաներ ես հիշելու։ Ճիշտ այդպես։ Հուսով եմ կհանդիպենք էլի կյանքում։ Անպայման։ Ես գնացի, դու խելոք քնի, կելեք, տեղեք։ Ինգերներ ջան, արա գնալս չի գալի։ Հապը աղբերական լավ գնայիք դիրքերը։ Լավ ջան։ Լավ մնա։ Արա վայ, կարա։ Բժիշկը սարա։ Հապեր, են աղբյուրը շատ չբզբզակ, արդեն իսկականից ջուրը կամացանում է, ծառերն է կջրեք։ Խոշորը բա, դու գնացել եք։ Ես ջուտը խոշորը մի պրիզիվ ենք, նույն օրը եկել ենք, հենա սպասում են, արդեն թղթերն են ստորել։ Ասերը բա։ Սերոպտը մեր հետ, վաղը սաղս իրար հետ գնանք, գնացի։ Լավն եք ձեզ։ Ես եմ։ Արյար միրուկ։ Արյոր Արտուր։ Էս ինչ է, ինչ խաբարատ, այլքի ոդկի ես անել, ուչենյա, ինչ է։ Գիշերը որս արելես։ Որս որտեղից, իմ հավայի վազելը մնաց, որս չկա։ Քանեսին ես դաշտում եղել։ Շամը մեկի կողմ էր։ Մարդ տեսել ես։ Լսի, երկու հոգից հենց աչքովս ընկան, տենց եմ մտածեցի, որ զինվոր կլեն, մեկ ասի մոտենամ, եկել ասա իմ արդ ինչ գործ ունեմ։ Որ կողմը գնացին։ Սենց ես, Սեմուչկի դաշտերի կողմ էր։ Արշակ։ Լսում եմ պարոն գնդապետ։ Վասկո։
Առանց քեզ տխուր կլինի օրերը։ Բայց ես հավատացած եմ, որ քեզ տալիս եմ լավ զինվորի։ Ես իմ մի արևը քեզ եմ տալիս։ Երջանիկ եղեք։ Ապրեք այնտեղ, որ կամենաք։ Մամ ջան, լսի, ես ես քայլին եմ գնացել երկար մտածելուց հետո ու հաստատ որոշումս չեմ փոխի։ Հա, շատ կկարոտեմ ձեզ, մամ, բայց դե հեռու չենք իրարից։ Մամ, իսկ եթե որոշեք տեղափոխվել մեր մոտ, իմացի մենք կուրախանանք, մամ ջան։ Ողբարին ասեք թող ինձ չսպասի, մամ։ Էն ինչ ես գտել եմ, Կանադայում հաստատ չէի գտնի։ Պապ ջան, ճիշտ է։ Դուք եք իմ ծնողները։ Բայց ես նաև զավակն եմ իմ հայրենիքի, հիշում ես դու էիր ասում, պապ։ Ու դրա համար պարտավոր եմ մինչև կյանքիս վերջ ծառայել երեքիդ էլ։ Իսկ հայրենիքը սկսվում է սահմանից։ Բարև Հովսեփ պապ։ Եկաք։ Բարով եկաք։ Էս ամեն ինչը ձեզ վայելեք։ Ես ձեզ չեմ խանգարի։ Երկար չեմ խանգարի։ Հովսեփ! Հովսեփ! Հովսեփի! Ես եմ։ Ասա, Տիգրան! Մի քանի հատ մեղ գցի վերև։ Հեսա։ Սիրուց ծնված իմ այդ հողի ծաղիկն եմ ամռան տես իմ արև դեմքս պարզած երկում եմ քեզ բայց գիշերները երբ դու չկաս լողում եմ առանց քո տաք շողի ստվերը կանցնի երբ դու կգաս
կանգնած սահմանի քո անսահման սիրով գիտեմ որ ինձ սպասում ես կարոտով արթուն կանգնած սահմանի քո անսահման սիրով գիտեմ որ ինձ սպասում ես կարոտով